Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բումերանգի նման հարվածելու է հենց հարձակվողներին, նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նա նշել է, որ Պարսից ծոցի աշխարհագրական դիրքը թույլ չի տա ագրեսորներին խուսափել հետևանքներից, եւ Իրանի անվտանգությանը սպառնացողները մեծ վնասներ կկրեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային սուր լարվածությունը եւ ԱՄՆ-ի իսրայելական ագրեսիվ գործողությունները։ Արաղչին շեշտել է, որ Վաշինգտոնի վարքագիծը հակասական է։ Նրանք եւ բանակցություններ են առաջարկում եւ լրացուցիչ զորք ու տեխնիկա են բերում տարածաշրջան Իրանի դեմ նոր հարձակումների համար։ Նախարարը հստակեցրել է, Թեհրանը չի սկսել այս հակամարտությունը եւ միայն պաշտպանում է իր ինքնիշխանությունը, ակնկալելով, որ միջազգային հանրությունը կդատապարտի հանցագործությունները։ Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է կործանվում Հորմուզի նեղուցով առանց թույլտվության անցնել փորձող նավթատարը։ Քուվեյթի օդակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, երբ անօդաչու սարքերը հարվածել են նավթատար տանկերներին։